Դե մենք գիտենք, որ մարտի 1-ի գործը վերաբացված է եւ ես հույս ունեմ, որ այս մասով ուրեմն առաջընթաց կլինի, հաշվի առնելով այո, որ 17 տարի է անցել եւ բազմաթիվ հետքեր մենք շատ լավ գիտենք, օրինակ փամփուշտների փոխարինման մասին պատմությունը, մի շարք այլ դեպքեր գործող անձինք թաքնվել են, դեպքեր են խեղաթյուրվել, թաքցվել են, ուրեմն մի շարք գործով ապացույցներ, բնականաբար այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ ուրեմն նախորդ ժամանակաշրջանում Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին իշխանության փոխանցման այս ճանապարհին ուրեմն տեղի է ունեցել հենց մարտի 1 եւ քաղաքում Երևանի կենտրոնում գնդակահարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ըստ էության դրանից հետո էլ արդեն կոծկվել են փաստական մի շարք հանգամանքներ։ Իհարկե շատ լավ է, որ հիմա թեկուզ այս հեռավորության վրա մարդու իրավունքների եվրոպական դատարանը ըստ էության արձանագրել է իրողությունը, որը տեղի ունեցել 2008 թվականին եւ այո արձանագրել է, որ պետությունը չի կարողացել ապահովել մարդկանց իրավունքները, կյանքի իրավունքը, իսկ դրան հաջորդող ձեր կողմից հիշատակվող մեկնաբանությունը հենց Սերյան Օհանյանի, ով Հայաստան խմբակցության ղեկավարն է, Քոչարյանի խմբակցության ղեկավարն է, ով ասել է, որ դե պետությունն է մեղավոր եւ մենք կապ չունենք, սա ներողություն, բայց քաղաքական անգրագիտության դրսևորում է,